առաջավորած պահք։ Տարվա առաջին պահքն է եւ շատ կարեւոր պահք է։ Այս պահքի սկզբնավորումը կապում են Ադամի հետ, կապում են դրախտի հետ։ 5 օրեր, ասում են դրախտում հրաման չկար ոչինչ ուտելու, որտեվ 6-րդ օրը միայն Աստված հրաման տվեց ուտելու արարչագործությանը, թե կենդանիներին, թե մարդուն։ Ուրեմն 5 օր չէին ուտում, պահքի մեջ էին, ծոմապահության մեջ էին։ Եվ ասում են Ադամն էլ մեղանչելուց հետո 5 օր ոչինչ չկերավ չխմեց։ Եվ հետո ասում են բոլոր նախահայրերը Ադամի որդի Աբելը, որը պատարագ էր մատուցում Աստծուն, ասում է 5 օր ծոմ պահեց, հետո պատարագ մատուցեց։ Նոյը ասում է մինչև տապանը մտնել է 5 օր ծոմ պահեց։ Հետո ջրհեղեղից հետո նույնպես 5 օր ծոմ պահեց։ Աբրահամը ասում է Իսահակին զոհաբերելուց առաջ ծոմ պահեց։ Եվ զոհաբերությունից հետո էլ ծոմ պահեց։ Սոդոմ քաղաքի կործանվելուց հետո Աբրահամը նույնպես ծոմ պահեց։ Եվ այսպես շատ ու շատ հայր է։ Եվ այս պահքը ասում են առաջավորած, այսինքն առաջին պահքը։ Եվ այս պահքը նաև Գրիգոր Լուսավորչի հետ է կապված։ Ասում է Գրիգոր Լուսավորչը երբ խոր վիրապից դուրս եկավ, 65 օր արքունիքին եւ ժողովրդին ավետարան քարոզեց։ Եվ 65 օր քարոզելուց հետո հրամայեց, որ 5 օրյա պահեցողությամբ, ծոմապահությամբ բոլորը զղջան իրենց մեղքերի համար եւ ապաշխարեն։ Եվ նաև առաջավորած է կոչվում որպես մեծ պահքի նախընթաց պահքը։ Առաջավորած պահքը տարբեր է տարվա բոլոր պահքերից։ Նույնիսկ մեծ պահքից է մի բանով տարբեր։ Ինչով։ Առաջավորած պահքի այդ 5 օրերին, երկուշաբթից մինչև ուրբաթ, եկեղեցու ծիսակարգի մեջ, ժամերգությունների մեջ ընթերցումներ չկան։ Աստվածաշունչ չի կարդացվում այդ օրերի մեջ։ Նույնիսկ մեծ պահքի բոլոր օրերին ընթերցումներ կա, բայց առաջավորած պահքի 5 օրերին ընթերցում չկա։ Եվ եկեղեցու հայրերը ինչով են բացատրում։ Ասում են, երբ որ այդ պահքը սահմանվեց, դրախտում դեռևս, կամ նախահայրերի Նոյի ժամանակ, Աբելի ժամանակ, Ենովքի ժամանակ, այն ժամանակ դեռ Աստվածաշունչ չկար։ Այն ժամանակ Աստծո խոսքը չկար։ Եվ այդ օրինակով հիմա էլ առաջավորած պահքի ժամանակ չի ընթերցում Աստվածաշունչ։ Պատարագ չի մատուցում, չի կարելի այդ 5 օրերի ընթացքում պատարագ մատուցել։ Եվ առաջավորած պահքը ավարտվում է շաբաթ վերջի օրն է, շաբաթ օրը Սուրբ Սարգսի տոնն է։